Ահա այսպես արձագանքեց Դահլիճը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աճապահյանի դատավճռին։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանը ուրբաթ հրապարակեց վերջնական դատական ակտը, ընդ որում ընթերցելիս սխալ հոդված մատնանշելով։ Գևորգ Միքայել Աճապահյանին մեղավոր ճանաչել Հայաստանության քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով նախտած արարքում եւ որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով։ Դատավորն ակնհայտ հուզված եւ լարված էր, ինչի պատճառով իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով ամբաստանյալի աթոռին հայտնված Աճապահյանը փաստորեն դատապարտվեց պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածով։ Վերդիկտով մեղավոր էր ճանաչել 422 հոդվածի համար, հիմա դատավճիռ կարդաց 442 հոդված կարդաց։ Ձեր տեսաձայնագրությունները որ դիտեք կտեսնեք, ուրիշ հոդվածի մասին խոսեց։ Սա հիմա գիտեք ինչ է հուզմունքը մարդու ճակատագրերի վրա է ազդում։ Ընդամենը 10 նիստով վերդիկտ, լրացուցիչ 1 նիստից հետո էլ դատավճիռ։ Աճապահյանի ճակատագիրը փոխելու համար պաշտպանական թիմը բողոքարկման բոլոր տարբերակները ձեռնարկում է։ Մենք արդեն ստացել ենք Վճռաբեկ դատարանի որոշումը, որով մեր բողոքը վարույթ չի ընդունելը մերժել է առաջի կալանքի հետ կապված եւ այդ մասով մենք նաեւ միջազգային ակցիան ենք դիմելու, եվրոպական դատան ենք դիմելու, այս դատավճիռը արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ, դատավճիռը անպայման բողոքարկվելու է վերաքննիչ ակցիան, Միքայել Սրբազյանը նույնպես սպասում էր այս դատավճռին, այսինքն ինքն էլ էր ակնկալում, ինքը հոգեպես պատրաստ էր, այո, ինքը ի սկզբանե տրամադրված էր, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվել եւ իրականացվում։ Գլխավոր դատախազությունը եւս հնարավոր է բողոքարկի վճիռը, քանի որ պահանջում էր 2 տարի 6 ամիս ազատազրկում։ Դատախազությունից Ֆակտոր TV-ին փոխանցեցին, որ դատական ակտը ստանալուց հետո կքննարկվի վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը, եւ մինչ դատավարական կողմերը քննարկում են դատավճռի իրավական կողմը, քաղաքական հակադիր բևեռներում գտնվող ուժերը յուրովի են մեկնաբանում իրավիճակը։ Ինքը քաղբանտարկյալ է։ Հայաստանի Հանրապետություն քաղբանտարկյալներ չկա, բոլորն էլ դա գիտեն։ Ընդդիմադիր պատգամավորը պնդում է, Աճապահյանի մասով խայտառակ ապօրինի որոշում է կայացվել։ Եվս մեկ անգամ ընդգծում է մեր երկրում ժողովրդավարության հետնահանջը, իսկ կարծում եմ ժողովրդավարության հետնահանջ բառակապակցությունը արդեն տեղին չի, շատ մեղմ է օգտագործելու համար այն գործընթացների համար, որոնք տեղի են ունենում մեր երկրում։ Իշխանական պատգամավորն էլ հակադարձում է։ Եթե մարդը ոչ իրավաչափ գործողություն է կատարում, սակայն դա ուղեկցվում է իր քաղաքական գործունեությամբ, ապա բոլորը պիտի համարեն քաղբանտարկյալ։ Այս խոսակցությունն այնքան ծեծված խոսակցություն է, որ նորից դրան անդրադառնալը ես համարում եմ անիմաստ։ Ում համար ուզում եք ասեք, ուզում եք Սամվել Կարապետյանի հացով ասեք, ուզում եք Աճապահյանի, ում հետ կապված ուզում եք ասել, ում պետք է քաղաքականացնել process-ը եւ մարդկանց հռչակել քաղբանտարկյալ, դա անում են, որովհետեւ իրենք այդ ուղղվածությունն ունեն եւ դա է իրենց քաղաքական գործունեության առանցքի մի մաս կազմում։ Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին ազգային ժողովի հայտարարության նախագծի քննարկման ընթացքում այսօր բանավեճ ծավալվեց նաեւ հեղափոխություն եւ հեղաշրջում տերմինների տարբերության շուրջ։ Հեղափոխությունը այն երկրում, որտեղ հեղափոխությունը, որտեղ երկրում ներողություն Դուք ուզում եք ասել, որ դա եղել է քրեորեն պատժելի արարք եւ Նիկոլ Փաշինյանին չեն դատել։ Այսինքն արել է մի բան, որը արել է հեղափոխությունն է, դա երկրում, որտեղ որ ընտրությունների միջոցով իշխանություն փոխել հնարավոր չի, Ան Մամեջանյան, լավ էլի, խնդրում եմ, այդ ակտն է ժողովրդի կողմից։ Դուք էլ միացել եք այդ հեղափոխության, պարոն Մինասյան, եթե դեմ եք, ինչու եք միանում։ Արդյոք Միքայել arczepiskopos Աճապահյանը եւ իր պաշտպանական թիմը կհասնեն իրենց ցանկալի արդյունքին վերաքննիչ եւ վերադասատյաններում առաջիկայում պարզ կդառնա, իսկ մինչ այդ Շիրակի թեմի առաջնորդը կալանքի տակ է, իսկ թեմը առանց սրբազանի։